որովհետև բան գիտեք, եկեղեցում էլ լավ տեղեր կան։ Այնտեղ որտեղ համայնքը մեծ է, ասենք խեղճ ու կրակ լիքը քահանաներ ուղարկվել են, սարի ծերին գտնվող մի հատ եկեղեցի, որտեղ ամսվա մեջ 15 հոգի գնա, յա չգնա։ Ոչ մեկ չի հետաքրքրում, այդ մարդը սոված է, առողջ է։ Քահանան ինչի պետք է աշխատավարձ չստանա եւ պետության կողմից օրինակ առողջության ապահովագրությունից ինչի պետք է չկարենա օգտվի։ Օրինակ եկամտային հարկի վերադարձից ինչի պետք է չօգտվի։ Եվ ընդ որում ես ասում եմ հետեւյալը, տեսեք այսօր Ռուբինյանն էր ոնց որ տարբերակներ առաջարկել։ Թող Հայաստանյան Արաքելական Սուրբ եկեղեցին հրավիրի ազգային եկեղեցական ժողով, ասի մենք կուսակրոնությունից հրաժարվում ենք։ Որոշումը։ Ես ասում եմ ինչ ուզում եք որոշեք։ Որոշեք հրապարակեք եւ մեխանիզմներ դրեք, որ այդ որոշումը պահվելու է։ Չի կարող ամեն եպիսկոպոս 4-5 երեխա ունի, ենթադրենք, չգիտեմ, էլ չեմ ասում, թե ո՞նց կարող լինի, ասենք ինչ ենք անում, մենք ինչով ենք զբաղվում։ Եվ ես երբեք չեմ ասել, որ մեր օնքականներ եւ ձեր օնքականներ։ Ես ասել եմ նրանք, ովքեր ընդունում են, որ խնդիր կա եւ պետք է լուծվի, եւ նրանք, ովքեր ժխտում են։ Ես անկեղծ եմ ասում։ Եթե Գարեգին Բն կամ Կտրիչ Ներսիսյանը ասի գիտեք ընդունում եմ խնդիր կա, բանի առանց բանի ես այս էջը կշրջեմ, կգնամ կնստեմ կամ կհրավիրեմ, բոլորով ընդ որում դա իմ ու իր խնդիրը չի ժողովուրդ։ Սա մեր ազգային եւ պետական ինքնության խնդիրն է։ Էլ ինչի պետք է եւ ասում եմ այս խոցելիությունները ինչի պետք է օգտագործվի մեր պետության դեմ։ Ինչի պետք է օգտագործվի։ Ինչի պետք է, այսինքն պետության մեջ ո՞նց կարա տենց բանը լինի։ Դա բացառված է, մենք դա թույլ չեք տալու։ Հիմա մյուս թեման։ Ընդդիմության ներկայացուցիչը եկել է սենց անում։ Ասма ճիշտ արդարացի մարդիկ ասма Պապիկյանի հրաժարականն են պահանջում։ Բանակում տեղի ունեցող իրադարձությունների։ Ասում եմ, բայց չէ, ես չգիտեմ ոնց է ասում, ինչ է ասում։ Հա, իմ հրաժարականն է պահանջում։ Եկեք նայենք, ասենք 2002 թվին 24 դեպք։ Բասեր Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն ինչի չեն հրաժարական տվել, Գեգամ Մանուկյան։ 2003-ին 15, 16, 2004-ին Բա Ռոբերտ Քոչարյանը քիչ հրաժարական տվե։ Սերժ Սարգսյանն էլ եղել է պաշտպանության նախարար։ Հետո Սերժ Սարգսյանը եղել է բռնազավթելով եղել է նախագահ, Սեյրան Օհանյանը եղել է պաշտպանության նախարար։ Թիվեք ուզում 2010 թվական 21 դեպք սպանության եւ ինքնասպան։ Բա քիչ է հրաժարական տվե։ Կամ հա, բարձր կոալիցիան կամ բանը, կամ Սերժ Սարգսյանը, կամ Սեյրան Օհանյանը, մի հատ է ձեր խմբակցության ղեկավարներ, բա քիչ էիք հիշում այդ մեխանիզմների մասին։ Եվ այլն, եւ այդպես շարունակ։ Եվ այսօր մենք ուրիշ խնդրեմ ունենք, այո, այսօր նախարարը միջազգային զեկույցի մասին է պատմում, այդ զեկույցն ասում է, որ ինքնասպանության պրոպագանդան բերում է նոր ինքնասպանություն։ Մեր ընդդիմությունը խոցելու համար երբեմն նախարարին, երբեմն կառավարությանը զբաղված է ինքնասպանության պրոպագանդայով։ Եվ միջազգային զեկույցները ասում են, որ դու ինչքան, մարդիկ կան, որ եզրին են։ Եվ երբ որ մարդը տեսնում է, որ տենց մեծ հանրային ուշադրություն կա, այդ բան հոգեբանական վիճակ է։ Այդ վերջին կաթիլը, էդ էլ է ազդեցությունն են, բայց ես փորձագետ չեմ, ես չեմ ուզում ոչ պրոֆեսիոնալ բաներ ասեմ, ուղղակի առիթեր եղավ։ Պետական պարտքի թեման, ես ինչ պատմություններ, ես ինչ է սարքել։ Նախ պետական պարտքի, մի հատ էլ էդ ով է ասել, լսել եմ ասել են, բանը, դեֆոլտ, չգիտեմ ինչ։ Են մի հատ բան կա է, անեկդոտ կա է, որ ասում է անունդ ինչ է, հազար ներողություն, էլի եմ, ասում է Սպարտակ, ասում է անգերից, դու որ թիվ ես, որ։ Իմ հետո որ դեֆոլտի մասին խոսում ասում եմ, ասեմ, որ թիվ ես, որ թիվ ես, կամ Հայաստանում վերջին անգամ երբ ես եղել։
Այսինքն այս ինչ խելագարության կանխավար Հայաստանի Հանրապետության պետական պարտքը երեք այնքան կայուն չի եղել, ինչքան է սա կայուն։ Այսօր Հայաստանի Հանրապետության դրամով պետական պարտատոմսերը միջազգային ներդրողները գալիս են առնում են։ Ճիշտ է, պարոն ֆինանսների նախարար, թե ճիշտ։ Սենց բան երբ ա եղել վերջին անգամ ընդհանրապես։ Եթե համաձայն եք, գնացեք քվեարկեք։ Եվ պետությունը, որը Հայաստանի Հանրապետության ժողովրդի իշխանության ներքո է, պարտավոր է ժողովրդի կամքը կատարել։ Այո, պետք է նստեն։ Այո, սաղունեց քվածքը, ես ասում եմ Ծառուկյան Գագիկը պետք է հայտարարություն անի, ասեն ինչ էիք անում, ասում, որ թոշակը պիտի նվազագույն սպառողական զամբյուղի չափը ըլնի, բա երբ է թոշակը բարձրանալու, Քոչարյան Ռոբերտն էլ պետք է ասի դա։ Իրանք էլ պետք է ասեն, իրանք պետք է փող չունենան, որ ընտրակաշառք էլ բաժանեն, եւ դա են քաղաքական հանձնառությունն է։ Եվ այն պետությունը, որը սա չի անի, չի կարա չանի, որովհետև սա արդեն իմ ասածը չի, սա Հայաստանի Հանրապետության ժողովրդի ասածն է, դե փորձի մեկը չանի, դե փորձի մեկը չանի, բրծելա ձեր մաֆիայի ժամանակները, որ ում ուզենակ առնեք, ում ուզենակ ծախեք, բրծելա, ասում է սահմանադրականն, ասում է դատական համակարգը անկախ է, ումից է անկախ դատական համակարգը։ Իրանք մտածել են, թե դատական համակարգը ժողովրդից է անկախ եւ մաֆիոզների հետ պետք է գրփեն Հայաստանի Հանրապետության ժողովուրդ։ Խալաթ եք արեք գլուխներդ պատին եք տվել։ Հնազանդ ժողովրդի կամքը կկատարեք։ Հնազանդ։ Ութ տարի Բա ես չգիտեին, ովքեր էին, չգիտեին ես բանի, կասկադի պատմությունը չգիտեին, ինչ են ես գործերը դարակներուն, ես որև է մեկին ասել եմ, որ բան արեք, կամ կանգնացրեք, կամ ես արեք, կամ են արեք, բա ժողովուրդն էլ ասում է, երևի սա էլ դե մտածում է, ասում է, դե նրան, դե էտա նորմալ է, այս կարգավիճակում էտա գործը, նրան ձեր չտանք, որ մենք էլ կանենք, սա ուղերձա նաև մեզ, ժողովուրդ ջան, սա ուղերձա նաև ինձ, սա ուղերձա նաև իմ բարեկամներին, իմ հարազատներին, իմ ընկերներին, իմ շրջապատին, բոլորին, ով մտածում է, թե մենք իշխանություն ենք, նշանակում է մենք կարանք կոնգրես հյուրանոցը, սա ուղերձա բոլորին, ընկեր, բարեկամ, ով ուզում է լինի, ժողովրդից տարած ամեն ինչը այո մտնելու ենք, քանդելու ենք, վերցնելու ենք, վերադարձնելու ենք, կոպեկ, հատիկ, անկախ նրանից ում ընկերն է, ում բարեկամն է եւ այլն եւ այսպես շարունակ։ Ես հույս ունեմ, որ այդպիսի դեպքերի չենք հանդիսանա, բայց այն եմ ասում, բանի դեպքը դրա մասին է։ Հովիկ Աղազանյանի դեպքը դրա մասին է։